Բարև ձեզ։ Այսօր CVK-ի եթերում զրուցելու ենք Արա Ներսիսյանի հետ, պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ հնարավորության համար։ Պարոն Ներսիսյան, դուք ակտիվ քաղաքացի եք, տարիներ շարունակ սոցիալական կայքերում ձեր տեսակետներն եք արտահայտում, որոնք խստորեն տարբերվում են, ընդունված տեսակետներից, երբեմն դրա հետևանքով քննադատությունների կոշտ քննադատությունների հայոյանքների եք արանում ու հետ չեք կանգնում մինչև հեղափոխություններ, մինչև պատերազմներ տարբերվել է ձեր տեսակետները տարածված տեսակետների հետ կապված թեկուզ Ղարաբաղի հարցի հետ կապված, Ռուսաստանի հարցի հետ կապված, թե հայ-ռուսական հարաբերությունները այսօր խնդրահարույց են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության համար, ձեզ համար այդ հարաբերությունները ես հիշում եմ, որ դեռ առնվազն 12 թվականից, որ ես գիտեմ, ձեզ հետևելով 12 թվականից եք խնդրահարույց համար, պարոն Ներսիսյան, սա մեր քաղաքացիներին ներկայացնում համար, որ թե ինչից ենք զրուցելու, ինչ տեսակետներ ունեք դուք, սկսենք այսօրվանից, եթե ժամանակ ունեցանք, հետ կգնանք, պարոն Ներսիսյան, Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հայաստանի կամ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող Կիրիենկոն, ով Հայաստանում զբաղվելու է քարոզչությամբ, փափուկ ուժի կիրառմամբ եւ այլ գործիքակազմ է կիրառելու Հայաստանում Ռուսաստանի տեսակետների առաջ մղելու հետ կապված։ Ինչպես կմեկնաբանեք, ինչի համար է պարոն Ներսիսյան սա արվում։ Նախ առաջ անգամ չի որ նման ներկայացուցիչ նման կուրատորա նշանակում։ Փոխվել է, ներողություն եմ խնդրում, փոխվել է, այո, կուրատորը ինչու փոխվեց եւ ինչ է։ Կուրատորները միշտ եղել են, որպեսզի հասկանանք դրա իմաստը մենք պետք է հասկանանք ոնց է Ռուսաստանը վերաբերվում Հայաստանին։ Այն թյուր կարծիքը, որ մեր ժողովրդի մոտ կար մինչև գոնե 20 թվականը, որ Ռուսաստանը Հայաստանին ընկալում է որպես գործընկեր, որպես ստրատեգիական պարտներ, չգիտեմ ինչ, դա անլուրջ է։ Ռուսաստանը Հայաստանին միշտ ընկալել է որպես իր վասալ, ոսոր իր գուբերնիաներից մեկը։ Ուղղակի որպեսզի մեզ վատ չզգանք, պահելա որպես Հայաստանի Հանրապետություն, անկախ պետություն։ Դե անկախություն օրից սկսած, երբ որ անկախություն հռչակեցինք, Հայաստանում եղել բոլոր ղեկավարները, ոչ միայն ղեկավարը, այլ էլիտան։ Ու հատուկենտ բացառություններով եղել են ռուսական, եթե ոչ գործակալներ, ապա գոնե ազդեցության գործակալներ։ Իսկն տեղից ելնելու, այսինքն Ռուսաստանը միշտ Հայաստանին վերաբերվել է որպես իր ենթակա։ Ու նույնիսկ հեղափոխությունից հետո ինքը Ռուսաստանին վերաբերվում էր որպես ենթակա, նույնիսկ 20 թվին sense պարզ բոլորի աշկի առաջ Ղարաբաղյան պատերազմը սկսելով, որտեղ ես միջև մեր համոզված եմ, որ Ղարաբաղյան պատերազմը նախաձեռնել է Ռուսաստանը, ուղղակի Ալիևը եղել է գործիքը կամակատարը։ Ինչու պետք է Ռուսաստանը պատերազմ սկսեր։ Որպեսզի Հայաստանը 2 տարում խելքի չէր գալի համառորեն ու բաց հետել ժամանակներ Ալիևին բերել Ռուսաստանի ազդեցության գոտև Ալիևը արդեն Ադրբեջան ուզում էր դեպի Թուրքիայի ազդեցության դաշտեր գնում, որը Ռուսաստանի ծրագրի մեջ Ռուսաստանը Ղարաբաղի հարցին չամայր պահպանում, որ երկու աբորիգեն երկրների ժողովուրդների կռվածն իրար ու իր ներկայությունը պաշտպանել չէ, երբ որ ժողովուրդներից մեկը հաղթում է մյուսին, դա Ռուսաստանին ձեռ չի տալի։ Երբ որ դրա համար պետք է երկար մնաց Ղարաբաղը Հայաստանի ձեռը, մենք արդեն կոպիտ ասած մենք մեզ համարում ենք հաղթող, ամենը որ իրոք ժողովուրդը իրան այդպես էլ պատկերացնում որ ինքը հաղթող է, հսորը Ղարաբաղի հարցը լուծել ենք, եթե հիշում եք մեր ոչ միայն ժողովուրդը, մեր իշխանությունը մենք Ղարաբաղի հարցը լուծել ենք արդեն վաղուց։ Դե պետք է Հայաստանի ակաժները քաշելու, երկրորդն էլ Ալիևը շատ հեռու չգնար դեպի Թուրքիա, Ալիևին հետ բերել իր դաշտ։ Հիմա պարոն Ներսիսյան, այդ հարցը արդեն ըստ էության չկա, այն իմաստով, որ Ղարաբաղի հարցը Ռուսաստանն էլ է համարում փակված եւ նաեւ կոչ անում Մինսկի խումբը լուծարել Ադրբեջանի հետ համաձայնելով։ Հիմա այդ հարցը չկա, ինչպես է Ռուսաստանը փորձելու Ադրբեջանին եւ Հայաստանին պահել իր տիրույթում, ազդեցությունը գործադրել Հայաստանում եւ արդյոք այդ Կիրիենկոյի նշանակումը դրանով է նաեւ պայմանավորված ու ինչ գործիքակազմ է կիրառելու Կիրիենկոն։ Կիրիենկոն ճիշտ ասած, որքան ես փորձեցի ուսումնասիրել, Կիրիենկոն
փափուկ ուժի լավ մասնագետ է ռուսական օրբիտայում ինքը պահել այսպես ասած Թաթարստանը, Բաշկիրտոստանը, որոնց դեմ դեպքերն են, որտեղ ազգային թշնամանք հարևանները չկար հարարելու ոսոր մեզ եւ ադրբեջանցիքին, վրացիքին, աբխազներին մի խոսքով, այնտեղ շատ ավելի նուրբ աշխատանք էր պետք, քանի որ իրենք այդ փորձը ունի այդ վերադարձնել դեպի Ռուսաստանի ազգության դաշտ։ Իսկ թվում է դրա համար են Կիրիլոյին դերեր ստեղ։ Երբ որ կար սուր կոնֆլիկտ Ղարաբաղի հարց ու հայերն ու ադրբեջանցիները իրար կզվրտում էին ու դրանով հանդուրձ երկուսն էլ գնում էին Մոսկվա, որ պապան ընդեղ իրանց ինչ-որ բերի որևէ եզրակացության, հիմա Ղարաբաղի հարցի արդեն վերանալու պայմաններում քանի տարի, 5 տարի փորձեցին միջանցքով այդ հարցը կարգավորել, տեսան որ դա էլ չի ստացվում, որոշեցին որ մտրակը արդեն բավականին օգտագործվել է, երևի արդեն քաղցրավենիքի ժամանակն է, Կիրիլոյին իմ կարծիքով Ենթադրում հիմա կսկսեն մշակութային ագրեսիա կոպիտասած ճակերտավոր կազմակերպեր, զեծ երկիշներ, արվեստագետներ կբերեն ստեղ համերգներ, շոուներ, ենթադրում եմ, որ այդ մեթոդներով մշակութային ընդհանուր դաշտը կբերեն, հիշացնեն, որ մենք ընդհանուր մշակութային գոտում ենք, գտնվում ունենք ընդհանուր հետարքի լավ անցյալ, մի խոսքով իստում է այդ ուղղությամբ կաշխատել Հայերն էլ կուտուտելու մար խելքները իրանց է, չի մի հատ քաղցր բառասն երիկա։ Բայց չմոռանանք պարոն Ներսիսյան, որ 2026 թվականին ընտրություններ են համապետական, ու այդ ընտրությունների նախորդող ժամանակաշրջանում է տեղի ունենում այդ փոփոխությունը ու Ռուսաստանը հաշվի առնելով նաև Մոլդովայի փորձը միջամտելու է գործընթացներին որևէ կերպ ուղղակիորեն, անուղղակիորեն իր այստեղի սատելիտների միջոցով, այ ինչպես կդրսևորվի այդ ազդեցությունը։ Այդ եմ ասում, փորձեցին 5 տարի կոպիտ ասած այդ փողոցով այնտեղ տեր բերեցին մեյդան, չգիտեմ արդեն մոռացել եմ 5 տարի ովքեր են եկել լսվել, դա հրապարակներ Քոչարյանը այնտեղ այդքան փող ծախսեց, այդքան մեդիա ռեսուրս ծախսեց, արդյունքի չհասնում, չտեսան չեն հասնում։ Արդեն այդ եմ ասում, այդ մտրակային մեթոդները տեսնում են չի աշխատում, իսկ դրանք բոլորն էլ մտրակային մեթոդներ են ու ինչ էին փողոցին չէ մտրակա ուժի ցուցադրությունա տեսավ անարծվեց իսկ թվում է իհարկե բերել են ընտրությունների վրա ազդեցության համար բերել են որպեսզի շատ ավելի ես չեմ բացառում որ նորից կկիրառեն են հին ծեծված խաղ բարը որ ասենք նախմախյանը Շևչենկոն ըլնում էր ադրբեջանցիների գովներ անում հայերին էր կլնգում Սալավյովն դե հայերի գովներ անում հայերի նմանը չկա այդ երկու Բախմումով բերում էին այդ բալանսը պահում էին, մենք ուշագնացել էինք գնում Սալավյովի համար հայրը իհարկե մի ես չէ։ Այդ ձևով էր ազդեցությունը այստեղ պահում։ Ու եթե կհիշես մինչև 20 թվականը երևի Հայաստանում 10% գիտակցել, որ Ռուսաստանը իրական իրան թշնամի է ոչ թե բարեկամ։ Ու այդ իսկ ուզում են վերականգնել, որ իրանք այս 5 տարի որ մանավանդ վերջի 3 տարում շատ կոշտ սկսեցին խաղալ Եթե հիշենք իրանց մեդիա դեմքերը մարգում բան եւ այլն այդ ախմախները ինչեր էին խոսում մեր պետության մասին, մեր իշխանության մասին, ինչ կոշտ լեքսիկոնով, ինչ բառամատրքով, որ լրիվ անընդունելի ասենք, ի վերջո Մարգարիտա Սիմոնյանը փողոցից մի մարդ չի, որ ասես պատական միկրոֆոնը դեմն տվե, ինչ որ հիմար կարծիք ասել, իրաց հզոր մեդիա ռեսուրսի ղեկավարն է, հզոր Այսինքն նրա ասած խոսքը դա նույնն է որ Կրեմլի ասած խոսքն է, դա նույնն է որ Պուտինի ասած խոսքն է։ Իրանք այս 3 տարում շատ կոշտ խաղացին եւ մեդիա տերորով եւ փողոցով։ Տեսան արդյունավետ չի, իսկ թվում է կկիրառեն նաեւ արդեն այդ փափուկ մեթոդները։ Ու իհարկե ժամանակի համար չմոռանալու մետրակը։ Հա, բայց այդ փափուկ մեթոդները կաշխատեն արդեն հաշվի առնելով, որ 20 թվականից առաջ ուրիշ իրավիճակ էր, հայերը ուրիշ կարծիք ունեին Ռուսաստանի քաղաքականության, ռուս ժողովրդի մասին։ Հիմա մի փոքր այդ կարծիքը փոխվել է հաշվի առնելով Ղարաբաղի պատերազմը, Ղարաբաղի կորուստը։ Նայ, էլ եմ ասում, ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը մի քանի տարում միանգամից կտրուկ դարավ գրագետ։ Քաղաքականապես գրագիտության մասն է։
Ես համոզված եմ, որ շատ հեշտ է, ասենք Սալավյանը 4 հատ հաղորդում անի, որ բերեն իր էքսպերտներին ճակերտա, որ լսնին դե այնտեղ բոլորը դեմքի լուրջ արտահայտության ասեն, որ դե Ռուսաստանը ամեն ինչ կարանի ու կանի ու արդեն նախաձեռնել այնտեղ սրտեր գտնա, որ հեսա Ղարաբաղցիքին վերադարձնելու են Ղարաբաղ, հեսա հատուկ կարգավիճակ կտան, այս կոմենքում այս կարգի բաներ կասի, դա մի հսկա խումբ կտանը արդեն դեպի Ռուսաստան 120,000 Ղարաբաղցի պլյուս առնվազն մի այդքան էլ ոչ Ղարաբաղցի, որ հողապաշտ, այդպես ասած, մեր հայրենակիցները ուշագնաց կգնեն դեպի Ռուսաստանի դռները, որ հեսա Ղարաբաղը եթե ֆիզիկապես չի վերադարձնում, գոնե Ղարաբաղցիքին են վերադարձնելու, ունդե կարգին լուրջ կարգավիճակով եւ այդ կարգի կտան Եթե նողորմատիկ Ժիրինովսկին սաղել էր, հարցնել կխոստանային, որ կվերեն հեսա շուտով մոտ վաղաղտես բան չմնացի, մնում այս Նիկոլեն Սրատանել, ընդ ասեն Քոչարյանը եւ լավ ազգասեր ժողովուրդը գա իշխանության դե բան չեմ երկու քայլից հարցնելու հետ կվերացնել մեր ժողովուրդը նման կտերը ուտում է ու դա ժողովրդի մեղքը չի ժողովուրդը 1000 տարի պետություն չի ունեցել չի պատկերացնում պետությունն ինչա ինչի համար կարելի է մեռնել ինչի համար ապրել Հիմա պարոն Ներսիսյան, տեսեք, հիմա գործող իշխանությունը ասում է Նիկոլ Փաշինյանը ասում է Ղարաբաղի հարցը փակված է, ըստ էության եւ Ղարաբաղյան շարժում Հայաստանում այլևս չի սկսվելու, որովհետեւ դա հեռանկար չունի եւ դա կվտանգի Հայաստանի Հանրապետության գոյությունը արդեն։ Անդիմադիր ճակատից ասում են, որ ոչ հայերը ունեն Ղարաբաղ վերադարձի իրավունք եւ առնվազն սկզբի համար դա պետք է առաջ մղել ու միջազգայինորեն դա ճանաչված սկզբունք է ու իրոք հայերը ունեն վերադարձի իրավունք, որը այս իշխանությունները չեն բարձրացնում։ Այ կփոխվեն իշխանությունները, կգան կբանակցենք եւ առնվազն միջազգային երաշխավորությամբ Ղարաբաղցիները վերադառնան Ղարաբաղ։ Հետո նոր կսկսենք խոսել արդեն կարգավիճակի եւ այլնի մասին։ Հիմա այս խոսույթը որքան երկու կողմերից որքանով կընդունվի ժողովրդի կողմից ու ինչպես կընդունվի։ Դե ժողովուրդը դա միասնական մի մարմին չի, ժողովրդի մի մասը, որ արդեն հոգնել է, ոչ թե գիտակցել, այլ ուղղակի հոգնել է 35 տարի այդ լարված ոչ պատերազմ ոչ խաղաղություն վիճակից իրանց խաղաղությունն է պետք կոպիտ ասած ցանկացած գնով ես իրանց կողմից եմ ասենց ասեմ այն միս մասը որը այդ պատերազմներին ոչինչ չի կորցրել հարազատ չի կորցրել ինքը մասնակցություն չի ունեցել զուտ որպես հանդիսատես շոյի է նայում շոյի որպես շոյի մասնակից այդ մի մասը այլ կշարունակի հա հողերը բերեք ես կոմեն դա նորմալ կընդունի այն որ հայր ասել ախր մենք քաղաքական տերմինոլոգիա մեր մոտ շատ թույլ զարգացած վիճակ է մենք հազգա էթնոս պետություն ժողովուրդ եւ դրանք խառը օգտագործում ենք տեղին անտեղին հայերի վերադարձ ասածը մի քիչ հարաբերական է Ղարաբաղ կարող են վերադառնել ղարաբաղցիները Այդ չի նշանակում, որ Ղարաբաղցիները առանձին էթնոս են, էթնիկ հայ չեն, դա չի նշանակում, որ ասում եմ Ղարաբաղցիները, ես չեմ առանձնացնում էթնոսով, ես իրաց առանձնացնում եմ քաղաքականապես, Հայաստանի քաղաքացին, մի բան է, Ղարաբաղցին դա մի ուրիշ բան է, կարող էթնիկ հայ են, Սոչիում է լիքը էթնիկ հայեր կան, Ախրկերակում են լիքը էթնիկ հայ կան, հայերը Չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար աշխարհի տարբեր ցեկերում կան տեղեր կան որ հայերի քանակը Ղարաբաղի բնակության քանակից քանի անգամով մեծ է տարածքներ կան Ռուսաստանի Կրասնոդարի շրջամարզում կարող է Ղարաբաղից շատ հայ կա էթնիկ պետք է այդ բոլորը տարանջատել էլի իհարկե Ղարաբաղցիք իրավունք ունեն վերադառնալ իրենց բնակավայրը բայց դա որքան է Հայաստանի Հանրապետության համար առաջնային խնդիր, դա որքանով է Հայաստանի Հանրապետության համար օրակարգային խնդիր։ Այ որքանով պետք է լինի, պարոն Ներսիսյան, որքանով պետք է լինի։ Իմ կարծիքով չպետք է լինի։ Զուտ որպես, ասենք Ֆրանսիան այդ խնդրին վերաբերվում, մարդասիրական խնդիր որպես։ Ես ելեմ ասում, քաղաքական առումով Էմոցիոնալ առումով ամեն ինչ կարելի ասել, էմոցիոնալ առումով կարելի իհարկե մենք բոլորս էլ մեր շրջապատում ենք Ղարաբաղցի ընկեր ունենք։
Է բարձր մենք որպես էմոցիոնալ մարդ իհարկե այդ մարդկանց հետ ցավում ենք ուզում ենք իրանց համար լավ դա էմոցիոնալ դա պետության հետ կապ չունի էմոցիան պետությունը իր համար առաջնային խնդիր պետք է չդարձնի մանավանդ որ մեր պետությունը այսօր պետականությունն է վտանգված Ռուսաստանը չի թաքցնում որ ինքը Հայաստանի պետականությունը չի ընդունում չի թաքցնում այդ կողմից շնորհակալ եմ ես Պուտինին որ ինքը գաղտնի չի անում տական բաց ասում ինքը իր բերանոչացում ասում են իր լեզուները իր խոսող բերանները խոսող գլուխները կհիշեք քանի քանիսն են Հայաստանը համարել ասել դա Ռուսաստանի ֆորպոստն է քանիս Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որ ինչքան մասն է դա անցալում որ Պուտինը հենց տենց է ասում որովհետև շատերը օրինակ ասում են որ Պուտինը կգա կփրկի Պուտինը կհաջակցի որ վերադառնա Ես պետք է մեղադրեմ իշխանություններին ունենալով ասենք հմեկ գոնե հմեկը դա պետական հերոստանգերություն է ինչքան անունը դնես հանրային բայց գաղտնիք չի դա ինքը որ պետական կառավարությանը պետք է ծառայի դա նորմալ է ցանկացած պետություն պետք է ունենա իր կառավարության միջոցը հմեկը ես չգիտեմ ինչով է զբաղվում չի դե զբաղվել նորմալ 7 տարին դա քիչ ժամանակ չի լավ են առաջի 2 տարին գցենք մի կողմ այն ժամանակ իշխանությունը չէր հասկանում նույն իշխանության ներկայացուցիչները ինձ ասում էին այսօր կառուն որ հասկացել են որ Ռուսաստանը ճշնամի է այն ժամանակ այդ նույն մարդիկ բավոր հանգարց պարոնեսյան լրագրողները դες հարցն որ դուք Ռուսաստանին հայում եք Պուտինին հայում եք համարում եք ճշնամի ինչ եք պատասխանելու դիմի իրանք լավ է գոնե հասկացել են եթե ճշնամի չի գոնե բարեկամը չի բայց իմ համար Հայաստանի Հանրապետության ոչ թե հայ ժողովրդի այլ Հայաստանի Հանրապետության ճշնամին Ռուսաստանի պետությունն է ոչ թե ռուս ժողովուրդը էլ եմ ասում մենք տերմինները պետք է շատ նոր զգուշ օգտագործենք ու տեղին որտեղ մենք տերմինները լղոզում ենք իրար հետո դուրս է գալու դու հակառուս ես հակառուս չի լինում պետք է մարդը հակառուս լինի կամ որևէ ազգ չի կարող այդ ազգի դու ինչ ունես դու հակառակ պետության իշխանություն ես Ռուսաստան պետությունը ինչպես դուք եք ասում որքանով շանս ունի Հայաստանում հեղաշրջման փողոցով կամ չլինի այլ տարբերակով կամ ընտրությունների ազդեցության վրա ինչքանով ազդեցություն կարող ունենալ ձեր նշած թեկուզ փափուկ մեթոդով չմոռանալով տրակի քաղաքացիություն շատ մեծ հնարավորությունի շատ մեծ դրա համար ես անհանգիստ եմ դրա համար երբեմն իմ գրառումները կոպիտ են նույնիսկ չափերը անսկոպիտ են ես դա գիտակցում եմ բայց ստապեցնելու համար լրջացնելու համար որպեսզի գիտակցեն մարդիկ ցած կոպիտ եմ գրում նախ Ռուսաստանը ունի մեծ փորձ չմոռանանք Ռուսաստանի հատուկ ծառայությունները իրաց բոլոր թերություններով հանդերձ արդեն գոնե 200 տարի գոյություն ունեն տաղանդույթները փոխանցում են չմոռանանք որ գործակալական մեծ ցանց ունեն քնած գործակալներ ունեն ուսա դավադրությունների տեսություն չի սա իրականությունն է Ռուսաստանը եթե կարողանում ասենք արևմտյան Եվրոպայի երկրներում հələ արևելյան Եվրոպայի երկրներում իշխանստեղ հասկանալի է 40-50 տարի իրաց լծի տակ են եղել բարձ ագենտուրա ներդրածել բայց որ կարող է արևմտյան Եվրոպայի երկրներում իր գործակալական ցանցը հիմա այս պահին ունենա որ մեկ պարլամենտում ունես մարդիկ են ելույթներում ունասենք Իտալիայում կամ Ֆրանսիայում հախիժում լպենը մոռացել է զարմանում ես սրանք ոնց են դարեր դա Ռուսաստանը Որտեղ սա մեծ հսկայական փողերն է միլիարդներ են ծախսում մեր մոտ միլիարդ չեն ծախսում ցավոք սրտի գոնե փող կմտնես երկից շատ կոպեկներով են մերոնց առնում բայց շատ են հետո ամենակարևորը բացի գործակալական ցանցը շատ ստեղ նուրբ պահ կա մարդկաց մի հսկայական շերտ իրոք համոզված է ներքուստ որ Ռուսաստանը չլի թուրքը մեզ կուտի այո այդ մարդկաց մեղադրելու չի տարի շարունակ մեջ ներդրվել է 200 տարի սերունդ կաթիլ կաթացվելա որ դա է իրականությունը իմ նման մարդիկ 20-10 տարի առաջ իմ նման մարդը դա հազվադեպ երևույթ էր ոսուրը սահակն ասում ասում աշխարհում կապեց 5-6 հոգի ասել
որ հասկանային որը հետո գլուխ եմ գոհում, բայց դե ինչ այլ չար չկա։ Մարդկանց մեղադրելու չի, որ իրանք էջան։ Դպրոցում այդ են սովորացրել։ Մանկապարտեզից հանդես ես նայում, փուճուր երկու տարեկան երեխա հազիվա քայլում ունի շուտ անկապ բաներած երկում Թուրքիայի կամ մեզի կերավ երեխա խնորա ինչ վարդակիդն այդպես բաներ պետք է իմանա։ Ու դա գալիս է մանկապարտեզից դպրոցից մեր պատմության ֆակուլտետները բուհերի պետք է փակել, կողպել ու պաուզա դաթար տալ, ինչ-որ x չգիտեմ ինչքան։ Դա այնտեղից պատմական դուրս չի գալի, այնտեղից դուրս է գալի քարոզիչ։ Զուտ ու միակողմանի քարոզիչ։ Ու այդ մարդիկ չեն էլ գիտակցում, որ իրանք ընդհանրապես ռուսական շահերի քարոզիչ են, չեն էլ հասկանում։ Այսինքն մենք պատմությունը կարդում ենք, պատմությունը ուսումնասիրում ենք ռուսական տեսանկյունով։ Եթե 2025 թվին Իրան պատմաբան համարող ջահելը, որ ծնվել է արդեն անկախության ժամանակ, սովետի վաղածները հասկացան, բայց անկախությունը ժամանակ ծնված է, ասում է հայրենական մեծ պատերազմ։ Այ ախպեր ջան, դա քեզ ինչ հայրենական, դու գաղութ ես եղել, գաղութ հայր կրվել եմ իշտի, քեզ տարի կրվածրել են։ Ինչ քո դա ոնց կարելի հայրենական մեծ պատերազմ։ Դու չկարացար քո հայրենական պատերազմը տիրություն արես։ Չկեր անունը ոչ մեկ համ չդրեցիր անունը հայրենական պատերազմ, որ հողի կռիվ է իրանում, ըստ քեզ համարում է դա քո հողն է, ես դու տենց երկու գլուխ։ Եթե դու հայրենական անունը չդրեցիր, դու գնացել ես Կալինինգրադ գրավելու համար, որ Ռուսաստանը Կալինինգրադ ունենա, կյանքերս անունը դրել ես հայրենական պատերազմ։ Ու այդ է մեր պատմության ֆակուլտետների արտադրանքը։ Դրանք պատրաստի, որը դուրս է գալի շտամպով ռուսական գորբանն է, քարոզիչը, չեմ ասում գործակալը, ինքը մեղավոր չեն դա են սովորացրել, մեզ սերունդ, այդ գլուխներս մտցրել են, մարդկանց, համեկ կոպիտ եմ մարդկանց ասում, վիրավորական խոսքեր եմ ասում, բայց ես ինքս հասկանում եմ, որ մարդիկ մեղավոր չեն, այդ ձև, մեղավոր են, որ մի բան, որ ինտերնետի դարում, որ կարեն մտնեն քրքրին, կարդան, ուսումնասիրեն, հասկանան, որից հետո հասկանան, որ ասենք երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանը չի հաղթել Հիտլերին։ Ռուսաստանը դեռ արունա մսացիա տվել պատերազմ, թե չէ սա տեխնիկական ու գիտական միտքը տվել է Անգլիան ու Ամերիկան։ Պարոն Ներսիսյան, վերջում ուզում եմ, քանի որ քիչ ժամանակ ունենք, անպայման ուզում եմ այս թեմային անդրադառնանք, օրերս Սերժ Սարգսյանը հայկական համալսարան կոչվող այդ երիտասարդների հետ էր հանդիպում, այնտեղ ունկնդիրներ, ոչ ֆորմալ համալսարան է, ունկնդիրների հետ էր հանդիպում, երիտասարդներից մեկը հարց արեց Սերժ Սարգսյանին, ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Բլեյանը հանդիսանում էին 88 թվականներին, 90-ականներին, հանդիսանում էին հակաղարաբաղյաններ, ներողություն, հակաղարաբաղյաններ, որովհետև դեմ էին Ղարաբաղյան շարժմանը, անգամ Բլեյանը գնացել է պատերազմի ընթացքում Բաքու, խոսել է, որպեսզի մենք հայկական կողմը համաձայն ամբողջությամբ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, վերադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանը գովաբանել Աշոտ Բլեյանի այդ քայլը եւ նախագահ Սերժ Սարգսյանից հարցնում էր, թե ինչ դիրքորոշում ունի այդ հակաղարաբաղյանների վերաբերյալ, որպես Նիկոլ Փաշինյանը նրանց հոգեզավակ, դուք ինչպիսի վերաբերմունք ունեք այդ հակաղարաբաղյանների վերաբերյալ, պարոն Ներսիսյան, ինչպես կպատասխանեիք այդ երիտասարդին, եթե ձեզ հնչեցներ այդ հարցը։ Ես երիտասարդին առաջինը կասեի, որ երիտասարդ, ես ցավում եմ ձեր կրթության համար, ես ցավում եմ, որ դուք սխալ, կեղծ ինֆորմացիայով եք մեծացել, կեղծ պատմությունով եք մեծացել, որովհետև Լևոնը երբեք չի եղել հակաղարաբաղյան։ Եթե չլեր Ղարաբաղյան շարժումը, Լևոնը կլեր մաթեմատիկանի գիտաշխատող ու տենց էլ երևի կյանքի վեր կարող է դառնալ ավագ գիտաշխատող, ոչ էլ երբեք կդառնալ մաթեմատիկանի տնօրեն։ Այսինքն չի կարող Լևոնը լինել հակաղարաբաղյան։ Լիքը հիմար բաներ են խոսում, Լևոնը չէր թողում ես գրավել, Լևոնը չէր, ամբողջը նայես, որտեղ Ղարաբաղյան շարժումը ի սկզբանե կեղծ ներկայացում է, կեղծ ինքը ինչ գրքերում գրում են 90% հեքիաթներ է։
Իսկ ինչ մնա Աշոտ Բլեյանը գնացել էր ընդամենը որպեսզի խաղաղության զրույցը հասել երկու հարևան ժողովուրդին եկեք ամոթել է չկռվենք վելի նույն Ռուսաստանն է մեզ կռուցում վերի գիտակից ելնեն ես չգիտեմ այդ ջայլին ընդամենը կարամ ասեմ նա գնա ուրիշ նորմալ տեղ սովոր չէ մյուս կողմից գիտեմ որ ուրիշ նորմալ տեղ չկա այդ պատմության այդ դասագրքերը կլիշեներով բոլոր տեղը նույնն է սովորացնում ինչ ասեմ այդ ջայլին չգիտեմ միակ մարդը որ գիտակցում էր պետականությունը ինչ է այդ Ղարաբաղյան թմից դա Վանու Սիրադեղինն էլ է 88-ից հենց չէր գիտակցում նա էլ էր ոգևորված տենց բան հող ես կոմենտում Վանոն երևի սկսեց այդ մասին մտածել 90 վերջնական համոզվեց Վանոն որ պետականությունը առաջնային է որ Ղարաբաղը Հայաստանի համար կարևոր խնդիր չի, երևի 96-7 թվերին դա համար գլուխը կերան բնականաբար 90 բայց մինչև այդ 90 ես թվերը կարող շփոթեմ երևի 91-2 թվերից Վանոն դրանց միջից միակ Վանոն էր որ հասկանում էր պետականությունը ինչ է ինչի համար է ընդհանրապես այս անկախությունը հենց հիմա լիք լևոնականների հարցրեք ինչ է ումից է անկախացել Ումից եք անկախացել, եթե դուք տոնում եք, չգիտեմ, մայիսի 9-ը, ումից եք արտացել։ Մի ժամանակ փետրվարի 23-ը տոնում էին, չէ՞, ստեղ։ Ես մի քանի երևի էլ պատերազմից հետո 20 թվից հետո սկսեցին իրաք շնորհավորել։ Ինչև է շնորհավորում էին։ Չգիտեմ ինչ ասում այդ մարդկանց, դա ասելու թե բան էլ չկա։ Ասելու բան չկա։ Ղարաբաղ կոմիտեի մեծ մասը անկախությանը դեմ էր։ Սենց կոնկրետ իմ հետ կապված ասում որ պատմեմ որ երբ որ մենք այն ժամանակ ասում ենք մենք ասում լավ ես որ ասում էի ոչ մեկ առանց արյան հող չի տալի իսկ քանի մենք անկախություն չունենք մենք շանս չունենք որ հողային հարցերը անես չէ որ ասենք դա գցեք կանխելոք է որ հասկանայի որ հողային պաշտոնելը սխալ է Ես էլ ջահել, ես էլ այդ հողերով տարված եմ, ես էլ մտածում եմ որ մեր հողերը պետք է բերենք այդ ջահել վախտելի, բայց նաև հասկանում եմ առանց անկախության, դու եթե անկախ պետություն չլես, ուր ես բերում այդ հողը, ինչին ես կպցնում։ Ռուսաստանի մեջ այստեղ էլ այդտեղ էլ քեզ դու ինքդ պետություն չունես։ Այդքանը գոնե հասկանում եմ։ 88-89 թվերին ասում էին պրովոկատոր, ինպես մտածողներ որ անկախություն բառը օգտագործում են, պրովոկատոր չգիտեմ ինչ, թշնամի դուք չեք հասկանում, որից հետո է, Սենց բաներ էին ասում, եկավ 90 թիվը, որ արդեն անկախության սկսեց, հեշն ինքը սկսեց անկախության մասին խոսել, այն նույն մարդը, որ 2 տարի առաջ ինձ ասում էր, պրովոկատորը դու մեր ազգի թշնամին ես, Գիտես ինչ լավ բան անկախություն։ Բայց հասկացենի իրապես բան ներսյան, իրապես հասկացենի ինչ անկախություն։ Իհարկե չէին հասկացել ոչ մեկ, այդ ընդամենը, երբ որ Լևոնը խարիզմատիկ ֆիգուր էր, Լևոնը լավ լիդեր էր։ Նիկոլոմոց ռետորությամբ կարող ամբողջներին իրանով անի։ Ինձ Լևոնն էր, ամբողջներին իրանով։ Եվ Լևոնը եկավ ասեց մեզ պետք է անկախացում Շուտեն երեկո որ ասենք դեմ էր անկախությունը դառավ անկախության կողմնակից։ Ցինգիդև մի երկու ամիս հետո Լևոն ասել չէ հետ ենք պատտում անվել անկախություն չենք ուզում ու ինչը որ արեց տես որպես պատկերացնես ժողովրդի ինչքան գլուխ չեր հանում որը ինչը նա 91 թվականի սեպտեմբերի 21-ին ժողովուրդը գնում է 90% կվերքում անկախության օգտին 3 ամիս չանցած 91 թվականի դեկտեմբերի Չեմ հիշում օրը 10 քարիսին։ Լևոնը գնում է Մոսկվա ստորագրում են այսինքն ինչ էր։ ԱՏՀ-ի պայմանագիր, այսինքն նույն սովետի ուրիշ անունով։ Շնորհակալ եմ պարոն Ներսիսյան զրույցի համար։ Ցտեսություն։ Հաջողություն։ Civic AM-ի եթերում զրուցեցինք Արա Ներսիսյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։